Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 26-րդ գլուխ Իսահակ Գաբրի Քերարայի մեջ Եգրի մեջ սով եղավ առաջվան սովեն զատ որ Աբրահամի օրերը եղեր էր եւ Իսահակ Քերարա քնած փղշտացներուն Աբիմելեք թագավորին Դերը անոր երևցավ ու ըսավ Եգիպտոս միջներ փնագե այն եգրի մեջ որ քեզի պիտի ասեմ բանտղտացիր այս եգրի մեջ ու ես քեզի հետ պիտի լամ եւ քեզ պիտի օրտնեմ որովհետեւ այս բոլոր երկիրները քեզի ու քու զարմիտ պիտի դամ եւ հորդ Աբրահամի ըրած երթումս պիտի իրակորձեմ քու զարմդ երկնքի աստղերուն չափ պիտի բազմացնեմ այս բոլոր երկիրները քու զարմիտ պիտի դամ ու երկրի բոլոր ազգերը քու զարմովդ պիտի օրտնվին որովհետև Աբրահամ իմ խոսքս մտի գրավ եւ իմ հրահանգներս պատվիրաններս կանոններս ու օրենքներս բահեց Իսահակ բնագեցավ Քերարայի մեջ երբ այդ դեղին մարդիկը անոր հարցուցին իր գնոջ մասին ինքը լսավ քույրս է քանի որ վախցավ ըսելու գինս է ու մտածեց այստեղին մարդիկը զիս չսպանեն Ռեբեկայի համար որովհետև ան վայելուչ դեսք ուներ երբ հոն երկար ժամանակ գեցավ փղշտացներուն թագավորը Աբիմելեք բադուհանեն նայեցավ եւ ահա տեսավ թե Իսահակ իր գնոջ Ռեբեկայի հետ գսփոսներ Աբիմելեք Իսահակ գանչեց ու ասավ ահա անդարագույս ասիգա գինը թե ինչպես ասիր ասիգա քույրս է Իսահակ անոր ասավ քանի որ ասի թե անոր բաժարով չմեռնիմ Աբիմելեք ասավ ինչ է այս ըրածդ մեզի քիչ մնաց որ ժողովուրդեն մեկը քու գնոջդ հետ բարգեր ու մեր վրա հանցանք պիտի բերեիր եւ Աբիմելեք իր ամբողջ ժողովրդին պատվիրեց ով որ այս մարդուն կամ անոր գնոջ դպչի անշուշտ պիտի մերցվի Իսահակ այդ երկրի մեջ սերմանեց ու այդ տարին հարյուրաբադիկ արդյունք ստացավ քանի որ դերը օրտնեց զայն մարդը մեծավ եւ հարաճ գնաց մինչեւ որ շատ մեծ եղավ ոչխարներ արջարներ ու շատ զարաներ ունեցավ ուստի բղշտացները անոր նախանցեցան իր հոր Աբրահամի օրերը իր հոր զարաներուն փորած բոլոր ջրհորները բղշտացները խցեցին ու զանոնք հողով լեցուցին եւ Աբիմելեք Իսահակի ասավ քնա մերկովեն որովհետև մեզ շատ ավելի զորավոր եղար Իսահակ անգե քնած Քերարայի ծորին մեջ բացավ իր վրանը ու հոն բնակեցավ Իսահակ դարձյալ փորեց այն ջրհորները որ իր հոր Աբրահամի օրերը փորվեր էին բայց Աբրահամի մեռնելեն յետ փղշտացները խցեր էին եւ իր հոր գոչած անուններուն համեմատ գոչեց անոնց անունները Իսահակի ծառաները այդ ծորի մեջ փորեցին ու հոն ցայդող ճուրի հորմը կդան բայց Քերարայի հովիվները գգրվեին Իսահակի հովիվներուն հետ ասելով ճուրը մեռն է Ադուրամար այդ հորին անունը Էսեք գոչեց քանի որ անոր համար գրվեցան Ուրիշ հորմը փորեցին եւ անոր համար ալ գրվեցան ուստի անոր անունը Սիտնա գոչեց ապա անգե փոխադրվեցավ եւ ուրիշ հորմը փորեց որուն համար չգրվեցան անոր անունը Ռոփովտ գոչեց ասելով որովհետև հիմա դերը մեզ ընդարձակեց ու երկրի մեջ պիտի աճինք անգե բարձրացավ թեպի Փերսապե այդ գիշերը դերը անոր երևցավ եւ ասավ ես քու հորդ Աբրահամի Աստվածն եմ մի վախնար որովհետև ես քեզի հետ եմ իմ ծառայիս Աբրահամի սիրույն համար քեզ պիտի օրհնեմ ու քու զարմդ պիտի բազմացնեմ եւ հոն զոհասեղամը գառուցանեց ու դիրոջ անունը գանչեց եւ հոն իր վրանը լարեց Իսահակի ծառաները հոնալ հորմը փորեցին համացայնություն Իսահակի եւ Աբիմելեքի միջև Աբիմելեք իր բարեկամը Վոքազատ ու իր սպարաբեդը Փիքող Քերարայեն անոր կացին Իսահակ անոնց ասավ ինչ բաժարով ինձ եկաք
քանի զիս ադեցիք ու զիս ցեզմե վդարեցիք։ Անոնք ասին. ըստուկաբես տեսանք թե դերը քեզի հետ է, ուստի ասինք. այժմ մեր մեջ, այսինքն մեր ու քու միջև երթումը լա, եւ քեզի հետ ուխտ մը գնքենք, որբեսի մեզի չարիք չնես, ինչպես մենք քեզի ոչ մեկ բան ըրինք, հաբա միայն քեզի բարի կրինք ու քեզ խաղաղությամբ ուղարկեցինք։ Թուն հիմա դիրոջ օրտնյալն ես։ Եվ ինք անոնց խնջույք սարքեց, անոնք գերան ու խմեցին, եւ արդուն, գանուխ, ելան ու իրարու երթում ըրին, եւ Իսահակ ուղարկեց անոնք։ Անոնք ալ խաղաղությամբ իր մեկացին։ Նույն օրը Իսահակի ծառաները եկան ու անոր պատմեցին իրենց փորած հորին մասին եւ անոր ասին. «Չուր կդանք»։ Ինք ալ անոր անունը Սափե գոչեց։ Ադորամար այդ քաղաքին անունը մինչև այսօր Փերսապե է։ Եսավի օդար գիները։ Եսավ 40 տարեկան էր, երբ իրեն գին արավ Քեդացի Փերիի աղջիկը Հութիթը ու Քեդացի Ելոնի աղջիկը Փասեմաթը, ասոնք Իսահակի ու Ռիբեկայի հոգիի թարմություն եղան։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։